Ինչի տղամարդկանց նույն էնտուզիազմով չեն հորդորում հայր դառնալ, այն դեպքում, երբ որ կանանց ոչ միայն հորդորում են, այլև մեղադրում են, ինչի երեխա չես ունեցել, դու պարտավոր ես երեխա ունենալ, բա ազգի դեմոգրաֆիայի հարց է, աղջի ջան։ Ես չեմ վիճում, մենք ունենք դեմոգրաֆիայի խնդիր, բայց ինչի է այդ խնդիրը դրվում միայն կանանց ուսերին։ Ինքս վերջին տարիներին շատ եմ բախվում սրան, երբ մարդիկ արժե զրկում են իմ կրթությունը, հասարակական գործունեությունը, իմ ապրած տարիները ասելով, իսկ ինչ նշանակություն ունի այդ ամենը, եթե դու դեռ երեխա չես ունեցել։ Պատկերացնում ես ինչ կլինի, եթե բոլոր կանայք քո նման մտածեն։ Կներեք, այս հարցում կապ չունի, թե տղամարդիկ ինչ են մտածում։ Բայց գիտեք, որ այս հարցում ունի եւս մեկ հասցեատեր՝ տղամարդիկ։ Չնայած ես բավականաչափ երիտասարդ եմ, բայց ես ճնշումների ազդեցության տակ ես արդեն գիտակցում եմ կենսաբանական ժամացույցի գործոնը։ Եվ ես ուզում եմ երեխա ունենալ կամ երեխաներ, ես շատ եմ ուզում։ Իհարկե ոչ որովհետև ես պարտք ունեմ հասարակության, ոչ որովհետև միայն այդպես ես վերջապես կկայանամ որպես կին, ոչ որովհետև ես պարտավոր եմ լուծել երկրի դեմոգրաֆիկ խնդիրը, այլ որովհետև դա ես եմ ուզում։ Եթե դեմոգրաֆիան հասարակական պատասխանատվություն է, երբ եք պատրաստվում տղամարդկանց հարցնել, թե քանի տղամարդ է պատրաստ հայր լինել, ոչ թե երեխա ունենալ, այլ հայր լինել։ Եվ համենայն դեպս իր մասով ստեղծել այնպիսի հարաբերություն, որ կինը վստահ լինի, ուզում է հենց այս տղամարդու հետ երեխա ունենալ։ Այնպես որ եթե ձեզ իսկապես հետաքրքրում է դեմոգրաֆիան, ձեր հարցը կարող եք ուղղել նաև տղամարդկանց։ Կամ ավելի լավ տարբերակ կարող եմ առաջարկել, հանգիստ թողեք կանանց։ Իդեալական իրականության մեջ որևէ մեկին պետք չէ հարցնել, ինչի երեխա չես ունենում, երբ ես երեխա ունենալու։ Զույգերին էլ չի կարելի այդ հարցը տալ։ Վերջի վերջո աշխարհում անձնական սահմաններ գոյություն ունեն։